Ամերիկյան ուժերը հարվածել են Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գործող իսլամական պետություն անվամբ հայտնի խմբավորմանը։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի խոսքով գործողությունն իրականացվել է ի պատասխան քրիստոնյաների դեմ իրականացվող զանգվածային բռնությունների։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա արմատական իսլամական ահաբեկչության տարածումը եւ շարունակելու է վճռական քայլեր ձեռնարկել։ Նա նաև հավելել է, որ հարվածներն իրականացրել է Պենտագոնը եւ դրանք եղել են ճշգրիտ ու հզոր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է 10 տարեկան մոսկվացի Վարվարա Սմախտինային։ Նրա երազանքը կատարել էր ցանկությունների տոնածառ ակցիայի շրջանակում։ Երեխայի հետ նախագահի զրույցը հրապարակել են Կրեմլի տելեգրամյան ալիքում։ Մոսկվայի օդակայանում 250 չվերթ է հետաձգվել։ Պատճառը գիշերային առատ ձյուններ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չենը նկարքադրել է ավելացնել 2026 թվականի զինամթերքի արտադրության ծավալները։ Ըստ տեղեկությունների, Կիմ Չենը գովաբանել է ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների այս տարվա աշխատանքը եւ ուրվագծել է գալիք տարվա տնտեսական ու տեխնիկական նպատակները։ Իսրայելը երբեք չի հեռանա Գազայի հատվածից։ Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է Համասին, որ Գազայի հատվածում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանի համաձայն զինաթափումից հրաժարվելու դեպքում Իսրայելն ինքն է դա անելու։ Վերադառնալով հեռախոսազրույցի թեմային, Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Կան նաեւ գաղափարներ, որոնք կարող են աշխատել երկարատև խաղաղության հասնելու համար, հայտարարել է նա։ Տղաներին խնդրել եմ Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ փոխանցել Միացյալ Նահանգների նախագահի ընտանիքին։ Վրաստանում նախկին պաշտոնյայի են ձերբակալել։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով ձերբակալել են հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի կազմակերպման պատճառով։ Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայանի կինը եւս ձերբակալվել է գործի շրջանակում, սակայն այս փուլում ազատ է արձակվել։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։